Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է։ Դուք կարող եք նստել ձեր տանը եւ վայրկյաների ընթացքում հեռախոս պատվիրել Չինաստանից։ Դուք հավանաբար խմում եք սուրճ, որի հատիկները հավաքվել են մեկ այլ մայրցամաքում, եւ կրում եք հագուստ, որը գուցե պատրաստվել է իտալական կամ ֆրանսիական արտադրամասերում։ Մենք այս երևույթին տվել ենք հնչեղ մի անուն՝ գլոբալիզացիա, եւ մեծամտորեն կարծում ենք, թե սա մեր դարաշրջանի, մեր տեխնոլոգիական հանճարի գյուտն է։ Բայց ինչ կասեք, եթե հայտնեմ ձեզ, որ այսօրվա գլոբալիզացիան ծնվել է ավելի քան 2000 տարի առաջ, անապատի դաժան փոշու, արյան եւ մի վտանգավոր լրտեսական առաքելության շնորհիվ։ Այսօր ես կխոսեմ մետաքսի ճանապարհների մասին, եւ այս տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես մի տղամարդու հուսահատ համառ քայլը քանդեց հին աշխարհի մեկուսացված պատերը եւ փոխեց քաղաքակրթությունների պատմությունը։ Ողջույն։ Ձեզ հետ է Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Այս ալիքին աջակցելու համար չմոռանաք սեղմել հավանել կոճակը, տարածել մեր տեսանյութերը եւ բաժանորդագրվել այս ալիքին։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք մեր թվարկությունից առաջ 138 թվական։ Արևելքում ծնվում էր մի հսկա Han դինաստիայի Չինաստանը։ Այն հարուստ կայսրությունն էր, ուներ իր ուրույն մշակույթը, բայց միևնույն ժամանակ կատարելապես մեկուսացված էր աշխարհից։ Եվ այս հսկան ապրում էր ամենօրյա արյունոտ մղձավանջի մեջ։ Հաճախ անսպասելի հայտնվում էին հունուների վայրի քոչվոր ցեղերը։ Նրանք չունեին քաղաքներ, որոնք կարելի էր գրավել, չունեին պալատներ, որոնք կարելի էր հրդեհել։ Նրանք հայտնվում էին քամու պես, թալանում եւ մոխրի էին վերածում չինական նահանգները, սպանում շատերին եւ քամու պես էլ անհետանում էին անապատի հորիզոնում։ Չինական ավանդական ծանր հետևակը պատրաստված չէր այս քոչվորների կայծակնային անորսալի հեծելազորի դեմ պայքարին։ Անգամ չինական մեծ պատը, որն այդ ժամանակ դեռ կառուցվում էր նրանց կանգնեցնելու համար, դեռևս չէր փրկում երկիրը։ Կայսր Վուդին պետք էր մի հրաշք։ Նրան պետք էին ուժեղ դաշնակիցներ թշնամու թիկունքում, բայց ամենից շատ կայսրին պետք էին արևմտյան ձիեր։ Չինաստանում լեգենդներ էին պտտվում, թե հեռավոր արևմուտքում ապրում էին արտասովոր գեղեցկության եւ ուժի նժույգներ, որոնք այնքան արագ էին սլանում, որ վազելիս նրանց ուսերից քրտինքի փոխարեն արյուն էր թափվում։ Այդ ժամանակվա չինական ձիերը փոքր էին, դանդաղաշարժ, դրանց ոտքերը կարճ էին, չէին կարողանում արագ վազել։ Այնպես որ կայսրը ցանկանում էր տիրանալ արևմտյան ձիերին, որպեսզի կարողանար ստեղծել սեփական հզոր հեծելազորը եւ հաղթել քոչվորներին։ Բայց կապ հաստատել այդ խորհրդավոր արևմուտքի հետ նշանակում էր անցնել մահվան ճանապարհով։ Ոստի կայսրն ընտրեց մի մարդու, ում անունը պատմությունը հիշում է մինչ օրս՝ Ժան Ցյանին։ Ժանին տրվեց 100 հոգանոց ջոկատ եւ 1 հրաման՝ անցնել թշնամու տարածքով, գտնել Յուեժի ցեղերին, այսինքն հունուների թշնամիներին եւ դաշին կնքել նրանց հետ։ Սա սովորական դիվանագիտական ճանապարհորդություն չէր։ Սա մահապարտների գաղտնի առաքելություն էր անհայտության մեջ, եւ ողբերգությունը չուշացավ։ Սահմանն անցնելուց անմիջապես հետո Ժանցյանի ջոկատը շրջապատվեց եւ գերի ընկավ հունուներին։ Պատկերացրեք այդ իրավիճակը։ Դուք ունեք մեծ առաքելություն, բայց հայտնվում եք թշնամու վրանում կապկպված։ Գիտեք որքան ժամանակ Ժանցյանը մնաց այդ գերության մեջ։ 10 տարի։ Ժամանակի ընթացքում հունուների առաջնորդները կարծեցին, թե կոտրել են չինացի սպային։ Նրան կին տվեցին, նա ընտանիք կազմեց, սովորեց նրանց լեզուն, կերավ նրանց սնունդը։ Թվում էր նա կատարելապես մոռացել է իր հայրենիքն ու կայսեր հրամանը։ Բայց Ժանցյանը սովորական զինվոր չէր։ Նա հանճարեղ լրտես էր։ Այդ 10 տարվա ընթացքում նա ոչ մի վայրկյան չկորցրեց զգոնությունը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրեց թշնամու ռազմական տակտիկան, նրանց ներքին թուլությունները, աշխարհագրությունը եւ ամենակարևորը՝ արևմուտք տանող գաղտնի ուղիները։ Նա պարզապես սպասում էր իր շանսին, եւ մի գիշեր, երբ հսկողությունը թուլացավ, Ժանցյանը փախավ։ Բայց զարմանալին գիտեք որն է։ Նա չփախավ դեպի Չինաստանի անվտանգ սահմանները, դեպի իր տուն։ Նա ողջ մնացած մի քանի ընկերների հետ շարժվեց դեպի արևմուտք, որպեսզի կատարի 10 տարի առաջ տրված հրամանը։ Անցնելով մահացու սառցապատ լեռնանցքներով, որտեղ ամեն քայլափոխին նրանց սպառնում էր սառցամահությունը, Ժանցյանը հասավ մի աշխարհ, որի գոյության մասին Չինաստանում ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում։ Նա հասավ Ֆերգանայի հովիտ,
Այնինչ նա տեսավ այնտեղ, պարզապես ցնցեց նրա երևակայությունը։ Նա տեսավ այստեղ զարգացած քաղաքակիրթ թագավորություններ, քաղաքներով, որոնք կառուցված էին հելլենիստական հունական ոճով։ Դա Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մշակութային հետևանքն էր։ Ժանցյանը տեսավ հսկայական աղմկոտ շուկաներ, որտեղ վաճառվում էին իրեր, որոնք Չինաստանում երբեք չէին էլ տեսել՝ խաղողից պատրաստված գինի, արևելյան համեմունքներ, թանկարժեք քարեր, ապակի և այո, հենց այդ նույն արևմտյան նժույգները։ Բայց ամենակարևորը նա տեսավ, որ այդ երկրներում մարդիկ ունեին առևտրի հսկայական տաղանդ և ծարավ։ Նրանք պատրաստ էին գնել, վաճառել և կապվել այլ քաղաքակրթությունների հետ։ Մ.թ.ա. 126 թվականին տանից հեռանալուց ուղիղ 13 տարի անց Ժանցյանը վերադարձավ հայրենիք։ Նրա 100 հոգանոց ջոկատից միայն ինքն ու իր հավատարիմ ուղեկիցն էին ողջ մնացել։ Ժանն իր հետ չբերեց ռազմական դաշնակցության պայմանագիր, բայց այն, ինչ նա դրեց կայսեր սեղանին, շատ ավելի հզոր էր, քան ցանկացած բանակ։ Նա բերեց ինֆորմացիա, տեղեկատվություն։ Նա կայսրին պատմեց, որ արևմուտքում կա մի հսկայական հարուստ աշխարհ, որը պատրաստ է առևտրի, և որ այդ աշխարհը պատրաստ է ոսկով վճարել մի բանի համար, որը Չինաստանում սովորական էր, բայց դրսում չկար ոչ մի տեղ։ Այդ ապրանքը մետաքսն էր։ Եվ դարեր շարունակ մետաքսը արտադրվում էր միմիայն Չինաստանում։ Կայսր Վուդին տեսավ առևտրի մեծ հնարավորությունները և Չինաստանը բացեց իր դռները աշխարհի առաջ։ Իհարկե Չինաստանը շատ զգուշավոր էր և երկար բանակցում էր, թե որ ճանապարհով կամ ճանապարհներով պետք է ապրանքները շարժվեն և ինչպես պետք է քարավանների անվտանգությունն ապահովի։ Չխորանամ մանրամասների մեջ։ Միայն նշեմ, որ համաձայնագրերը կնքելուց և ճանապարհների անվտանգությունն ապահովելուց հետո Չինաստանից դեպի արևմուտք սկսեցին շարժվել առաջին պաշտոնական առևտրային քարավանները բարձված տոննաներով մետաքսով։ Չինաստանը իրենից արևմուտք ընկած երկրներին սկսեց վաճառել մետաքս և նրանցից գնեց նժույգներ։ Այսպես ծնվեց մետաքսի ճանապարհը։ Այն մեկ ֆիզիկական ճանապարհ չէր, այլ ցամաքային և ծովային ուղիների, լեռնանցքների ու անապատային կածանների մի հսկայական բարդ համակարգ, որը Չինաստանից ձգվում էր Միջին Ասիա, անցնում հայկական լեռնաշխարհի տարանցիկ քաղաքներով ու Պարսկաստանով և հասնում մինչև Միջերկրական ծովի ափեր ու Հռոմեական կայսրություն։ Մետաքսի ճանապարհը երբեք չի եղել պարզապես ապրանքների փոխանակման ճանապարհ։ Այդ ճանապարհներով քարավանների հետ միասին շարժվում էին գաղափարները, փիլիսոփայությունները, կրոնները, տեխնոլոգիաները և մշակույթները։ Եվ սա միայն մետաքսե ճանապարհի մեծ պատմության մի մասն է։ Այս շարքի հաջորդ տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես Հռոմեական կայսրությունը կանգնեց տնտեսական փլուզման առաջ չինական մետաքսի հանդեպ ունեցած խելահեղ կախվածության պատճառով։ Կտեղեկանաք, թե ինչպես այս ճանապարհները փոխեցին մարդկության պատմությունը։ Հետագա տեսանյութերում դուք նաև կտեսնեք, թե ինչպես են արդեն այսօրվա մետաքսե ճանապարհները ձևավորում աշխարհը և ավելի հստակ կհասկանաք նաև, թե ինչ կապ ունի Ուկրաինայում պատերազմը, Իսրայելում պատերազմը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը մերօրյա մետաքսե ճանապարհների հետ։ Բայց ինչպես նշեցի, սրանք արդեն հետագա տեսանյութերում։ Իսկ այժմ հարց. Ինչ եք կարծում, եթե Ժանցյանը կոտրվեր գերության 10 տարիների ընթացքում, հարմարվեր և չփախչեր, մեր քաղաքակրթությունն այսօր նույնը կլիներ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Իսկ մեր հաջորդ տեսանյութը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք այս ալիքին և սեղմեք զանգակը։ Մինչ նոր հանդիպում մետաքսե ճանապարհներին։